Հարգելի հետևողներ, մեր զրուցակիցը Ալբերտ Բազեյանն է։ Պարոն Բազեյան, ձեզ վերջին շրջանում հատկապես բարբերաբար տեսնում ենք պայքարի առաջնագծում։ Ձեր խորհուրդը որպես փորձառու քաղաքագործիչ, որպես ժամանակին կարևոր ուժի ներկայացուցիչ, որն է այս պահին ընդդիմադիր շրջանակներում։ Ուրեմն ազգային ժողովում, ապագա ազգային ժողովում ըստ նախնական ըստ տեղեկությունների, ըստ ինֆորմացիաների խմբակցություն ունեցող քաղաքական ուժերը պետք է որոշեն ինչ են անելու հետագայում։ Նրանք են որոշելու վերցնում են մանդատները, թե չեն վերցնում մանդատները, եթե վերցնում են մանդատները, գնալու են բնականաբար ազգային ժողովում աշխատելու եւ կրկնվելու այն ինչ որ մենք տեսել ենք 8 տարվա ընթացքում։ Իսկ եթե որոշում կայացնեն չվերցնելու մանդատները, պետք է յուրաքանչյուր տեխնացու դիմում գրի, որ չի վերցնում մանդատները։ Այդ դեպքում նրանք պետք է ոտքի անեն ամբողջ Հայաստանը մեկ ժողովրդին եւ կազմակերպեն անհնազանդություն գործող ապազգային թրքամետ իշխանություններին։ Մենք էլ որպես նախկին ազատամարտիկներ, պայստազորի զինվորականներ, ես ներկայացնում Հայոց աշխարհազոր ռազմաքաղաքական միավորումը, իրենց աջակցում ենք։ Մենք աջակցում ենք ազգային ընդդիմադիր քաղաքական ուժերին եւ ներժում ենք ներկայումս ապազգային գործող ապազգային թրքամետ իշխանություններին։ Բայց ձեր մատնանշած ուժը, իշխանությունը խաղաղության օրակարգի մասին է խոսում եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների, հայ-թուրքական հարաբերությունների։ Չեք տեսնում դրա հնարավորությունը հատկապես տարածաշրջանային այս իրողությունների պայմաններում, երբ Հայաստան օբյեկտիվորեն այո թույլատրել է 44-օրյա պատերազմից հետո։ Ուրեմն խաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը նվաճում են պայքարով։ Գործող իշխանություններն են Հայաստանին բերել 3 պատերազմ, մինչև նրանց գալի իշխանության 18 թիվը պատերազմ չի եղել, ընդամենը 16 թվին քառօրյա պատերազմ է եղել, որը շատ արագ դադարեցվել է։ Նրանք են բերել պատերազմ մեր ժողովրդին։ Նրանք վախեցնում են մեր ժողովրդին նոր պատերազմով եւ հայտարարում են Նիկոլը, որ եթե ընդդիմությունը վերցնի իշխանություն, քաղաքացիական պայմանագիրը չվերցնի համանդրական մեծամասնություն, ապա սեպտեմբերին կսկսվի պատերազմ։ Այսինքն ինքը ակնարկում է, որ եթե իրենք պարտություն կրեն, Ալիևին խնդրել է, որպեսզի հարձակվի Հայաստանի վրա։ Սա է նրանց կողմնորոշումը։ Նրանք ապազգային են, թրքամետ են եւ եթե իրենց իշխանությունը երկարաձգեցին, Նիկոլը Հայաստանը դարձել է ադրբեջանա-թուրքական վիլայետ։ Amok!